Այս երկուսը բարի պտուղ չէին, բայց այսօր ընկեր են։ Ճանճն էլ կարող է ասել, ես եղել եմ Երուսաղեմում, ծաղրական տոնով է դիմում։ Զոհվում են Երևանի փողոցներում։ Ստորացում, համատարած նվաստացում, 60-ականների Չիկագոն։ Դա նկահարություն, Իհարկե, սպանություն։ այն թոշակառուի Հայաստանն է, ում ամեն օր չեն ստորացնում։ Շարունակական կաշմարի մեջ է գտնվում։ Որտեղ եք այս ամենի վերջը տեսնում։ Այստեղ ընդհանրապես ուրախանալու բան չկա։ Այս երկուսը բարի պտուղ չէին, բայց այսօր ընկեր են։ Ինչպես դուք էլ գրել եք ձեր գրառման մեջ, Թրամփը այսպես դիմել էր այդ խաղաղության խորհրդի շրջանակներում Փաշինյանին եւ Ալիևին։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը երեկվա այդ իրադարձությունների հետ կապված։ Հերթական ամերիկյան շոու եւ ոչ ավելին, սա մեկ, հերթական անգամ Թրամփը իր խաղաղարարի կոչման, այսպես խաղաղարարի կոչումը այսպես քաղելու մոլուցքի մեջ ընկած, հերթական ինչ-որ ամերիկյան շոուն է բեմադրում, այստեղ ինչ-որ գեոքաղաքական իրադարձություն տեղի չի ունեցել եւ որքան խղճուկ էր այն ղեկավարի վիճակը, երբ որ մի ուրիշ երկրի ղեկավար այդպիսի հեգնական եւ ծաղրական տոնով է դիմում, չգիտեմ ինչու են Փաշինյանի կողմնակիցները այդքան էքստազի մեջ ընկել այդ արտահայտություններից, սակայն ես չեմ պատկերացնում մեր նախկին գոնե 3 նախագահներին Թրամփի կողքին նստած կամ կանգնած եւ Թրամփ իրեն թույլ տար նմանատիպ դիմելաձևով այս երկուսի մեջ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է ոչ բարով, այստեղ ընդհանրապես ուրախանալու բան չկա։ Հերթական անգամ Նիկոլը նախընտրական դիվիդենդ հավաքած վերադառնում է Հայաստան եւ կարծեմ ինքնաթիռում դեռևս ինքը ասաց, որ ավելի խաղաղության, ավելի այսպես հաստատակամությամբ են վերադառնում։ Գիտեք, հայտնի խոսքն ասում է, որ ավանակի պոչին նստած ճանճն էլ կարող է ասել, ես եղել եմ Երուսաղեմում, երբ որ ավանակը եղել է Երուսաղեմում։ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում եղել է, Նիկոլ Փաշինյանը սեղմել է Դոնալդ Թրամփի ձեռքը, Նիկոլ Փաշինյանը շփվել է։ Ինչ է տալիս դա Հայաստանին։ Բառացիորեն ոչինչ։ Իսկ ինչ է այդ խաղաղությունը Հայաստանի պայմաններում, եթե ոչ կարճ ժամանակամիջոց երկու պատերազմների արանքում։ Գոնե մեր վերջին նորանկախ եւ ոչ նորանկախ հանրապետությունների պատմության ընթացքում, մեր 3 հանրապետությունների պատմության ընթացքում մենք տեսել ենք ու մենք համոզվել ենք, որ խաղաղությունը կարճ ժամանակամիջոց է երկու պատերազմների արանքում եւ խաղաղությունը ինքնին իր տեսակի մեջ պատերազմ է։ Եվ ինչ դիվիդենդ կամ ինչ օգուտ է քաղել Նիկոլ Փաշինյանը խաղաղության պատերազմից։ Քաղել է գերիներ, որ ովքեր դեռևս չեն վերադարձել եւ ցմահ ենթարկվում են ազատազրկման, քաղել է մի միջանցք, որը անխոչնդոտ կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ, իսկ այդ միջանցքից ունի ընդամենը 20 քանի տոկոս մասնեբաժին եւ քաղել է այսպես համատարած ստորացում, համատարած նվաստացում եւ այլն, թե հապկիշոր պետությունների շրջանակներում պետության ղեկավարների կողմից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ես նորից եմ կրկնում, լավ ղեկավարին եւ ուժեղ ղեկավարին, լինի դա Հայաստանի ղեկավար, լինի դա ԱՄՆ-ի ղեկավար, ոչ մի ուրիշ պետության ղեկավար իրավունք չունի նման կերպ դիմելու։ Ուստի այս խաղաղության օրակարգը ես նորից եմ կրկնում, որ խաղաղություն բառը Նիկոլ Փաշինյանը կարծես գողացել է հայ ժողովրդից եւ որոշակի մենաշնորհ է վերցրել խաղաղություն բառը արծարծելու համար, սակայն մի մարդ, մի ազնվորություն, ով պատմության էջերում մնալու է որպես մեր Արցախ աշխարհը ադրբեջանցիներին հանձնած եւ 100,000-ից ավել արցախահայությանը տեղահանման մեղավոր, այսօր խոսում է խաղաղությունից։ Խաղաղությունը հայտնի խոսքն ասում է, որքան էլ խաղաղության թռչունը աղավնիները լինեն, խաղաղությունը արծիվներն են բերում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թևերի բացվածքը ճանճի թևերի բացվածքից չի անցնում։ Հետևաբար խաղաղության մասին էլ որոշակի դեգրադացիա կա։ ԱՄՆ-ում տեսեք խաղաղության, այսպես ասած, ձեռքսեղմում էր, զուգահեռ իրականությունում Երևանում կրիմինալ իրավիճակներ։ ՔՊԱ-ական պաշտոնյաները հաճախ են նշում, որ մեր սահմանին մեր տղաները այլևս չեն զոհվում, բայց փաստացի զոհվում են Երևանի փողոցներում։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Սահմանում մեր տղաները չեն զոհվում, որովհետև Ալիևը սահմանում վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է առանց զոհերի,
Իսկ թիկունքում զոհվում են այն տղաները, այն երիտասարդները, ովքեր պետք է համալրեն մեր բանակը, ասել է թե պահեստազորայիններն են զոհվում։ Եվ վերջին հաշվով ի՞նչ տարբերություն Շամշադինի որևէ դիրքում որևէ զինվոր կզոհվի միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով, թե աջափնյակում որևէ երիտասարդ հրազենային վիրավորումից կմահանա։ Ընդհանրապես տարբերություն չկա, որովհետև երկուսն էլ հայեր են եւ երկուսն էլ մեկը պահեստազորային է, մեկը ժամկետային զինծառայող։ Եվ ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին այն հանգամանքի վրա կենտրոնացնել, որ Երևանը, մասնավորապես Երևանը, դարձել է 60-ականների Չիկագոն եւ այստեղ ուղիղ համեմատական գոյություն ունի երկրի իրավիճակը եւ երկրի փողոցներում տիրող իրավիճակը։ Սա կլասիկ եւ դասական հետպատերազմական իրավիճակ է եւ սա կլասիկ եւ դասական ամենաթողության դրսեւորում է, որովհետեւ այսօրվա երիտասարդի հոգեկերտվածքի եւ հոգեբանության մեջ մեծ հաշվով չկա վախ պետական խստագույն ուրեմն վերաբերմունքից եւ երիտասարդները որոշում են իրենց ձևով լուծել իրենց հարցերը։ Սա խոսում է պետության ժարգոնային լեզվով ասած բարդակի մասին։ Եթե ոստիկանական գնդերն ու ոստիկանական գումարտակները զբաղված են օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը վերահսկելով եւ մեր հոգեոր առաջնորդներին եկեղեցիները օկուպացնելով եւ այլն, սրան զուգահեռ իրականության մեջ հաստատ իմացեք, որ պետք է Երևանի փողոցներում տիրի ուղիղ այն, ինչ որ տիրում է։ Նախ խնդիրն այն է, որ դա ոչ միայն Երևանի փողոցներում է տիրում, այլ ամբողջ հանրապետությունում ամեն օր դա նկահարություն, սպանություն, բռնություններ, երկնից ուրեմն տոկոսային աճ կա բռնությունների, առանձնապես ծանր վնասվածքներով մահացության դեպքերի եւ այլն։ Երևանը համեմատած մարզերի 2-3 անգամ ավելի առաջատար է։ Ես ինչու եմ ֆիքսվում Երևանի վրա, թող մեր ունկնդիրների մոտ թյուր կարծիք ուրեմն չձևավորվի թյուր կարծիք, որ Վանաձորում նույնը տեղի չի ունենում կամ Գյումրիում կամ մեր մյուս քաղաքներում վերջերս Սպիտակում երկու անչափահաս իրար դանակը արեցին, մեկը մահացավ, մյուսը դատապարտվեց։ Եվ ուզում եմ ասել, որ երբեմնի Հայաստանը, որտեղ մենք օրվա ցանկացած ժամի լիներ, լուսաբացին լիներ երեկոյան, գիշերվա ու ժամին, մենք ունենք ապահովվածության զգացումը փողոց դուրս գալու եւ մեզ ապահով զգալու, այդ թվում նաեւ մեր մայրերը, մեր ծնողները, մեր հարազատները։ Այսօր ես այդ ապահովվածության զգացումը չունեմ։ Իմ ծնողը երբ որ մեկնում է աշխատանքի կամ աշխատանքից տուն է վերադառնում, ես չունեմ այդ հանգստությունը, որ իր հետ ճանապարհին ամեն ինչ նորմալ ուրեմն տեղի կունենա, այդ գործից տուն ճանապարհահատվածը առանց միջադեպերով կուղեկցի։ Հետևաբար սա ուղիղ համեմատական է։ Լավ, ոստիկանությունը բացի քաղաքական բռնաճնշումներն ու եկեղեցու վրա հարձակումները ինչով է զբաղված։ Ոստիկանությունը զբաղված է այն ամեն ինչով, ինչը որ թելադրում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսօր մենք գտնվում ենք իրավական բեսպրեդելության իրականության պայմաններում։ Եվ այստեղ խոսել ոստիկանության որպես առանձին ինստիտուտի, ոստիկանության որպես առանձին ուժային կառույցի որոշակի ուժային գործառույթներ իրականացնելու մասին, սրանք միֆեր են։ Սրանք հայկական իրականության պայմաններում հեքիաթներ են։ Մենք որքան էլ չենք ուզում ընդունել, սակայն իրականությունն այն է, որ մենք ապրում ենք նեոլիբերալ ֆաշիզմի իրականության պայմաններում։ Հայաստանի ողջ ուժային կառույցները, լինի ոստիկանություն, լինի ազգային անվտանգություն, դատախազություն, հատուկ քննչական ծառայություն եւ այլն, հակակոռուպցիոն, սրանք ուղիղ եւ անմիջականորեն ենթարկվում են Նիկոլ Փաշինյանի կամայականություններին։ Սահմանադրորեն իրենք պետք է նաեւ ենթարկվեն Նիկոլ Փաշինյանին, սակայն Նիկոլ Փաշինյանը, երբ որ իրենց ստիպում է տրորել սահմանադրությունը, սրանք ոչ մի կերպ իրենց ոչ մի դիսկոմֆորտի մեջ չեն ընկնում։ Եվ այս անպատժելիության զգացումից է երևի Նիկոլի կողմից որոշակի հավաստիացումներ կամ շագրգռող ինչ-որ բաներ կան, ես չգիտեմ, բայց նորից եմ կրկնում, մենք ապրում ենք նեոլիբերալ ֆաշիզմի պայմաններում եւ նեոլիբերալ դիկտատորի պայմաններում։ Իսկ որտեղ եք այս ամենի վերջը տեսնում։ Այս ամենի վերջը ես տեսնում եմ
ոչ միայն ընտրություններով, սպասվելիք ընտրությունները ընդամենը եւս մի տրամպլին եւ եւս մի բացառիկ շանս է հայ ժողովրդի համար վերջնականապես ազատվելու այս չարիքի իշխանությունից, այս դժոխային իրականությունից։ Ռուսերեն բառ կա, ասում են կաշմար, լսած կլինեք այդ բառը, հայ ժողովուրդը 8 տարի շարունակական կաշմարի մեջ է գտնվում։ Եվ Նիկոլ Փաշինյանը, ես առիթը բաց չեմ թողնում ոչ միտեղ եւ շեշտում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր իրականությունը դարձրել է սերիալային տրամաբանության մեջ ինչ որ մի էպիզոդիկ կամ երկարաժամկետ ինչ որ մի դրվագների հաջորդականություն եւ իր գոնե իր ընտրազանգվածին կոպիտ ասած նստածրել այդ սերիալի վրա, այդ դեգրադացման սերիալի վրա։ Նա ընդհանուր որոշակի ինչ որ էպիզոդիկ տարբեր դերերով է հանդես գալիս, մեկ անգամ եկեղեցին անվանում է Չուլան, չգիտեմ կաթողիկոսին անվանում է այս կամ այն, չեմ ուզում իր բառապաշարը։ Ամիսվա վրա, եթե մենք հետ հայաց գցենք, 6 ամիս առաջ իրականությունը լրիվ այլ էր, դեպքերը լրիվ այլ էր, բայց այս լարվածությունը ժողովրդի մոտ ինքը միշտ եւ անընդհատ պահում է։ Իսկ հայ ժողովուրդը, ես ձեզ հավաստիացնում եմ, բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով զզվել է այս կեղծ իրականությունից, որը իրեն հրամցվում է։ Եվ եթե մեր ժողովուրդը ցանկանում է վերջնականապես արթնանալ իրեն պարտադրված այս կեղծ թմբիրից, այս կեղծ քնից, հայ ժողովուրդը պետք է չալարի եւ գոնե իր ընտրության քվեով ընդամենը 10 րոպե հատկացնի, մեկնելով ընտրատեղամաս եւ իր ձայնը չտալով քաղաքացիական պայմանագրին։ Լավ, պարոն Ասատրյան, իսկ ինչպես քաղաքացուն տանել ընտրության, ինչպես համոզել, որ չի բախվի 2021-ի պատկերին։ Այստեղ քաղաքացու եւ ընդդիմության անելիքը ո՞րն է։ Ընդդիմությունն այստեղ ահռելի անելիքներ ունի, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը ես նկատել եմ, այսպես իրենք շարունակաբար ուզում են ապաթիան մեծացնեն, ապաթիայի դոզան, հուսալքության դոզան եւ ուզում են անընդհատ ցույց տալ, որ ինչ է լինի մենք հաղթելու ենք, ինչ է լինի մենք մեր մեծամասնությունն ունենալու ենք եւ հայ ժողովրդի որպես դեռևս շատ երկար պետականություն չունեցող ժողովրդի համատեքստում նորմալ է, երբ որ ժողովուրդը մտածում է, որ մեր փոխարեն ամեն ինչ որոշված է եւ այլն եւ այլն։ Եթե մեր նորանկախ հանրապետությունը ունենար, ասենք 400 տարվա, 500 տարվա երկար կյանք, ապա այսօր հայ քաղաքացուն դժվար կլիներ մանիպուլացնել եւ հայ քաղաքացի Նիկոլի նմանին էլ չէր ընտրի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը օգտվելով գրագիտության ցածր մակարդակից, մեդիա մանիպուլյացիաներին չդիմակայելուց հասարակության լայն շերտերի կողմից շարունակաբար մարդու մեջից ցանկանում է կոտրել վաղվա նկատմամբ այն փոփոխության տենչը եւ փոփոխության հույսը, որից այն կողմ արդեն խաղաղ Հայաստանն է, երկու եղբայրների լավ հարաբերությունների Հայաստանն է, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից եւ պատկերացումներից, մեծերին հարգելու ուրեմն Հայաստանն է երիտասարդ սերնդի կողմից, այն թոշակառուի Հայաստանն է, ում ամեն օր չեն ստորացնում եւ չեն ասում թոշակառուն չգիտի ինչպես ծախսել ավելորդ 10,000 դրամները։ Հայ ժողովուրդը ցանկանում է լավ Հայաստանում ապրել իրապես։ Ուղղակի հայ ժողովրդի հասարակության լայն շերտերի հետ պետք է տարվի շարունակական աշխատանք, որպեսզի մարդը ներքուստ համոզվի, որ իր մի քվեից շատ բան է կախված։ Շնորհակալ եմ, պարոն Ասատրյան։ Ես եմ շնորհակալ։